Մեկ բարև ձեզ։ Ես Լոկան եմ Արցախից, ինքը Նինան նույնպես Արցախից, որը ինձ այսօր օգնելու է թարգմանի։ Hello everyone. This is Loka from Artsakh and my name is also Nina. My name is Nina and I'm also from Artsakh. Շնորհակալություն շատ։ Ես այսօր երկար չեմ ուզում խոսամ, ուզում եմ տենց կարճ երգերի մասին խոսամ ու անցնեմ առաջ։ Առաջին երգը, որ ուզում եմ ձեր համար երգեմ, դա Տուն տարեքն է։ I don't want to speak a lot today, but I want to talk about the lyrics of my songs because they really mean a lot. The first song, it's called Tun Tarek, Take Me Back Home. Ու այս երգը իմ առաջի տան մասին է, որը որ Մարաղայում էր եւ որը կորցրեցինք 1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղայի ջարդերի ժամանակ։ My first home, which was in Maraga, we have lost in 1992 during the massacres in Maraga. Եվ այդ ժամանակ ցեղասպանություն էր նաև Մարաղայում եւ իմ ընտանիքը նույնպես բռնեց այդ գաղթի ճանապարհը եւ դա իմ առաջի տունն էր, որը կորցրեցի եւ այդ ժամանակ ես չգիտեի, որ եւս երկու անգամ պետքա կորցնեմ։ My family got displaced because of the genocide that happened in Maraga, and after that I didn't have any idea that I will get displaced 2 more times throughout my lifetime. Երևի այս մեկը երգենք, հետո մնացած պատմությունը շարունակեմ։ I'll sing this one and then continue. Գնացինք։ Երբևիցե տեսել եք, որ արևը խավարի, երբևիցե տեսել եք, որ քարը բողոքի, ես եղել եմ քար 30 տարի, իմ ապրած կյանքը ամեն մեկը չի կարա ապրի, ես տեսել եմ ցավ, ես տեսել եմ սով, ես տեսել եմ պատերազմ, եղել եմ վիրավոր, եղել եմ սքավոր, եղել եմ թունավոր, եղել եմ խոր քնած, ինձ բուժել են կարելով, ու այն պահին երբ ինձ թվում էր ելք չկա, երազում ինձ ուր գալիս ա մի փոքրիկ տղա, մոտ 3 տարեկան, դեմքը ինձ նման, առանց շոր ու կոշիկ, ձեռը խաղալիք, նա մեկնում ա խաղալիքը ու նայում ա աչքերիս, հարցնում ա երկու բան, նա իմ անցյալից էր, առաջինը հարցրեց հանգիստ ա իմ քունը, երկրորդը հարցրեց թե որտեղ ա իմ տունը։ Ես շուտով 37, բայց ներսս նույնն ա, նույն 3 տարեկանը քանդված տանը, նույն նկարները, բայց կիսա այրված, էդ այն ժամանակ էր, երբ բոլորը կային հարազատներ, կար խաղաղություն, բոլորս միասին էինք մեր ընտանիքում, հետո ամեն ինչ խառնվեց, տունը մոխրացավ, արկը տանիքում, ծուխը բարձացավ, մեկը վիրավոր, մեկը հեռացավ, մեկը բեկորից բրկվել չկարողացավ, մեկը վախեցած, մեկը խելագար, մեկը քարերի տակի ձեռքը չկարողացավ տալ ու անընդհատ ինձ համոզում էի, որ լավ կլինի, հարթ կլինի, պատերազմել չի լինի, երազում եմ ունենալ սեփական անկյուն, որտեղ քնեմ հանգիստ, անունը դնեմ տուն։ Մեզանից ամեն մեկում հրեշտակ ու սատանա կա, մեզանից ամեն մեկում համբարի հանճար կա, մեզանից ամեն մեկը մի տեսակարյուն, մեկն ուտում ա թշնամուն, մեկը սեփական լեզուն, ծնվել եմ երբ որ ուտելիք ու լույս չկար, քայլել եմ բայց կանգնելու հույս չկար,
Ինձ քանդել են շատ, ես շարունակել եմ շարել, շարունակել եմ ներել, շարունակել եմ լինել Շնորհակալություն, մերսի շատ։ Հաջորդ երգը կոչվում է Նամակ զավակիս։ Հաջորդ երգով փորձել եմ իմ պատմությունը եւ ոչ միայն իմ պատմությունը, հայ ազգի եւ արցախցիների պատմությունը փորձել եմ փոխանցեմ իմ եկող սերնդին։ My next song is called Letter to My Child, and I try to convey our story and story of Artsakh and our fight to our generation. But Loka is being very modest. I want you to understand. I'm a generation of liberated Artsakh where we didn't see the war. And we grew up listening to all these songs about Sardar Apat, about the genocide. We always related to it. But what he creates right now is music that we lived through. It's a music of people who live through it again and again and again, and it's so fresh. And whenever I talk to all our people, everybody listens to his music because he's conveying all the experiences that Armenian nation is going through right now. Please, if you know Armenian, be careful and listen to his lyrics. Grazie. Տեղս շատ նեղա, իսկ դերությունս վատ ընկել եմ շատ հեռու հայրենիքից հարազատ ու չգիտեմ ինչ կլնի, ոնց կլնի կամխի, բայց ուզում եմ որ նամակս անպայման քեզ ասի, շատ բան ունենք խոսալու, շատ բան ունեմ պատմելու, բայց չգիտեմ բախտ կունենամ արդյոք քեզ տեսնելու, շատ վատ ժամանակներ են, շատ վատ ժամանակներ, անհայրենիք ենք մնացել գերեզմաններն անտեր են, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, պետք չի լինել շահը մոլ, շահը փոխում ամարթում, պետք չի լինել շատ անկեղ, շատերը չեն գնահատում, երբեք չխոսես դու սուտ, տենց մարդկանց շատ եմ ատում, իշի դատում են նրան, ով իրա խիշնա, մահը փոխել է շահը, շահը մարսել է մահը, մահը իբրև անմահություն գահը մարսեց մատաղը, քանի ես ծաղրացուները կռվում են հանուշահին, դե մեր տահել տղերքին տանում են բեյան մահի, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, հիշի հայ լինելը մեծ պատիվ, սիրի, ինչ ունես ու անես պիտի, պայքարի են ինչ քոննա քո գենում, մնացածը ժամանակի հետ են գալիս գնում, գնահատի, քեզ գնահատող մարդկանց օգնի, ով փնտրում է տեղ ու հաց, շնորհակալ եղիր ես կյանքին, որ դու կաս, ով է լինես, ինչ էլ դառնաս, կարևորը մարդ մնաս, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի,
Շնորհակալություն շատ եւ մի հատ էլ երգեմ, հետո մի քիչ պաուզա անենք, շարունակենք։ Երրորդ երգը, որ ուզում եմ երգեմ, կոչվում է Հասցեն իմ նույնն է։ The next song I'm going to sing is called My Address is the Same. Եվ այս երգը նրանց բոլոր են մարդկանց մասին է, քանի որ մենք ապրում ենք ժամանակներ, որ մշտական չի, այսինքն մենք անընդհատ ինչ-որ տեղափոխությունների, տեղահանությունների մեջ ենք, սկսած 15 թվականից։ This song is about the fact that we get displaced all the time, starting from 1915s. We change houses, we change countries. Եվ ես իմ կարծիքով ցեղասպանությունը շարունակվում է նրա պատճառով, որ ցեղասպանության պատճառով ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, չի Okay. Okay. I truly believe that the genocide that Armenian nation is facing right now is continuing because nobody was ever punished for that. Եվ սկսած 15 թվականից ցեղասպանություն եղավ Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում եւ այս վերջերս եղավ նաեւ Արցախում, որի ականատեսներն ենք մենք։ Starting from 1915 to all the ethnic cleansings and genocides that happened throughout the history, including Maraga, Baku, Sumgait, and right now Artsakh. Եվ իմ կարծիքով ցեղասպանության մասին պետքա ոչ թե լռել եւ սգալ, այլ պետքա բարձրաձայնել եւ պատրաստվել, պայքարել։ I truly believe we should stop mourning and being silent, and we should be very silent, should be very loud, and should fight in order to stop all the things that are happening. Ինչը ես փորձում եմ անեմ իմ ստեղծագործությունների միջոցով, քանի որ իմ ստեղծագործությունները ապրելու մասին են։ That's exactly what I try to do because my music is all about living and continuing life. Merci. Դաշտերով ես կգամ քեզ մոտ ծանոթ անտառներով հասցեն իմ նույնը ոչ անձրև ոչ քամի ոչ կրակ դուք իմ գալուն չեք խանգարի հասցեն իմ նույնը մի օր լավ, մի օր վատ, անծանոթ շրջապատ, մի քիչ սառը բարևում եմ, համարեք սոցիոպատ, ես թե ժամանակավոր տունը իմ կանչում է ինձ, հայերենը իմ լեզուն է, քո լեզուն հիմա ինձ ինչ, մենք սովոր օտարության, բայց մեր ուշքը դեպի տուն, մենք ապրում ենք հիշելով առավոտից իրիկուն, ամեն մեկը մեզանից ունի գյուղ, ունի քաղաք, ունի տուն հայրական, ունի պապական ճրակ, այդ արդեն սովորական է, հայը միշտ գնում է դուրս, պատճառները շատ տարբեր են Հաճախ էլ դուսուս, բայց այդ չի նշանակում, որ մեր հայրենիքը վատն է, ուղղակի ներկապահին ասում են դուրսը մի քիչ տակ է, ինչ չմեղադրեք, ասում են էդ հետ է գալիս, եթե դու մնում ես տանդ, քեզ 1000 երանի, ու եթե ամեն ինչ լավ է, մի խաղա ագահ, մեկա բոլորին վերջում էլ հասնում է մի դագաղ, բա հանդերով, դաշտերով, ես կգամ քեզ մոտ ծանոթ անտառներով Հասցեն իմ նույնը Ոչ անձրև, ոչ քամի, ոչ կրակ Դուք իմ գալուն չեք խանգարի Հասցեն իմ նույնը Մենք դրսում չենք վայելում, մենք մենակ հավաքում ես ինքդ քեզ Փող համել մտածում ես չլինի թե էտա Ասում են հայի բախտ, մենք հնուց ենք ճանաչել Զիմաստություն ու զխրթա, 1000 մտերիմ, բայց քանի ընկեր 1000-ից կա մեկով գոնե քեզ կգրկեր Եթե տեղդ լիներ ծուրտ ու ոտքերդ էլ ցավար Մեջքդ վիրավոր, աչքերումդ էլ խավար, հը Բայց դե էտա հիմա, անորոշություն, բուշակոկորդիս ասես դարնում օտարությունը Ուզում եմ գնամ տուն, բայց կապում ա երկու բան Ինձ անում են երկու կես, ներկան ու ապագան Բայց դե չեմ հանձնվում, ես վաղուց երկաթից եմ Ուշեղ եմ ձեր իմացած սուպեր հերոսից եմ Ու եթե հանկարծ մի օր էլ կոտրվեմ չգամ Ուրեմն իմացեք, որ չեմ շնչում, էլ արդեն չկամ
հանդերով, դաշտերով, ես կգամ քեզ մոտ ծանոթ անտառներով, հասցեն իմ նույնը, ոչ անձրև, ոչ քամի, ոչ կրակ, դուք իմ գալուն չեք խանգարի, հասցեն իմ նույնը, Շնորհակալություն շատ, մերսի։ Հաջորդ երգը, որ ուզում եմ ձեր համար երգեմ, կոչվում է Let's Me Kneel, որը Արցախի բարբառով է։ The next song that is going to perform, it's in Artsakh dialect, it's called Let's Me Kneel, Don't Cry. Եվ անպայման ուզում եմ Արցախի բարբառը Նյու Յորքի կենտրոնում հնչի, որ Times Square-ը հիշի Արցախի բարբառը եւ It's very important for the Artsakh dialect to be heard in Times Square and to be remembered in Times Square. Ու սա իմ համար առանձնահատուկ երգ է, որովհետև երգը գրվել է Լևոն Աթաբեկյանի կողմից 1911 թվականին Շուշիում։ It's a very important song for me because it was written by an Artsakh poet, Levon Atabekyan, in Artsakh, in Shushi in 1911. Եվ երգը նույնպես ապրելու մասին է եւ երգի հիմքում ընկած է այն, որ անկախ ամեն ինչից մարդ չպետքա կոտրվի, չպետքա հանձնվի եւ պետքա շարունակի պայքարել, ապրել եւ պատրաստվել։ This song is also about living, and it tells about the story of how, despite everything that's going on, a human being should continue, should fight, and should try to live. And I want to make a personal comment on this song because it's my very favorite one, the very favorite Artsakh song. And it has some lines that I want to translate for you now. It says, La putavoch ket injiran karch kaver chmashi. Serta karchi, shat latzinelan kamashi. Dardot achbelash chinis. It says, in a flowing river, there isn't a single stone that doesn't wear away from the water. A heart is not a stone. Don't cry, because your heart, it also wears away. And I think in days like this, especially after everything that's happening, it's very important for all of us to stop crying for Artsakh, to stop being sorry for Artsakh, but to act for Artsakh. As Gev has mentioned, we have right to return. We have all the legal frameworks to return. The ethnic cleansings in Artsakh happened 1.5 years ago. With every day that's passing by without us fighting for our right to return, we're getting further away from that goal. There is only political inability and desire to do so. Please act right now, because we want to go back home. Even though for many of us like me, our homes in Stepanakert are already destroyed. But there are 100,000 more people who have homes and who have hope to return. Thank you. Please listen to this song. Thank you. Շենին գլխեն հանգիստարան քուհարն դեղ թաղածա Էսոր եկուց կեզ մհարել կասին ընդեղ թաղածա Դեր ջո էսա Let's me kneel Վերը չը էսա Let's me kneel Սարին սերին մին կարմիրը թող յավաշ սվացա Մարը թիմ բախտը էսոր կարմիր էքուց տեսեր սվացա Բախտը թող պա Let's me kneel Բախտը թող պա Let's me kneel Էսոր ջահիլ էքուց պարավես ինչ yaman տնազա Էս աշխարը լույսիր եկավ պեցը շկերավ արազա Լոխարազա Let's me kneel Լոխարազա Let's me kneel Ջահիլ հարտնը սիրի պաց թորա Հուվեր սաղա ընդրանա Թակաս էսոր տերը տուվս Էքուց տերը դուշմանա Սերը սոտա Let's me kneel Սերը սոտա Let's me kneel
Հնգերը տղան մին ծաղեգյա Այազրով չուրացավ Էսոր խատրի դերուն կան Էքուց տեսեր մորացավ Դարը տուվս Let's me in Ճարը տուվս Let's me Լապուտը ողկետ ինջիրան քարը չի գավեր չմաշի Սերետը քարը չի ըրտասունքա Էսոր էքուց կմաշի Դարդոտ աղբեր Let's me in Դարդոտ աղբեր Let's me in Իրիկնակը իրգին կավը ուրան հետ է շորատամ Թա պրող են, թա մրնող են, ուրան լուսան պայատամ Մին հաշիվա, let's մինիլ, մին հաշիվա, let's մինիլ Կանաչ խատրին հանգիստարան քուհարն դեղ թաղացա Էսոր էքուց քեզ մհարը կասին ընդեղ թաղացա Վերզիզ աղբեր Let's մինիլ ազիզ աղբեր Let's մինիլ վերջը էսա Շնորհակալություն շատ, միանգամից անցնեմ հաջորդ երգին։ Հաջորդ երգը կոչվում է Փախստական, որը այս վերջի բոլորից գիտենք այս վերջի Արցախյան դեպքերը եւ 120,000-ից ավել մարդ մնաց անտուն, անհայրենիք եւ այդ երգը հենց իրանց եւ մեր մասին է։ This song is called The Refugee and as you know 100,000 Armenians were left without home, got displaced, and this song is dedicated to them. That's The premiere! He's singing it for the first time. Hey. Ես ռեպեր չեմ երևի, ինձ տրվել ա վերևից, որ պատմեմ իմ անցյալից ձեզ Ես հայտնի չեմ հիրավի, ու շանս չունեմ երևի, աղոթում եմ վերևին, տեր Մենք դերում ենք ուղևոր, կյանքը մեզ տալիս ա ցավից միտքը մեզ տանում ա հող դեր Մենք ցավում ենք բանավոր, ոչ պատվիրան, ոչ մերցավոր, բայց աղոթում ենք հանուն հոր Հա, անսխալ չեմ գիտեմ, համել գիտեմ, որ դա վատ ա, հա, հավատացը գիտեմ, ստեսթապ մնալը շատ բարդ ա, հա, գիտեմ է, ես անցել եմ է Ամեն տեսակ ամեն կողմից ցավ ապրել եմ Իսկ հիմա ցավը կա, բայց արդեն սովորական Ամենք ապրում ենք ժամանակներ, որը ըստիս պատմական Ապրելով իմ հայրենիքում չունեմ տեղ մշտական Իսկ իմ սեփական երկրում իս ճանաչել եմ փախստական Իս ճանաչել եմ փախստական Իս ճանաչել եմ փախստական Իս ճանաչել եմ փախստական Մեզ ճանաչել եմ փախստական Ու չպիտի մոռանաս, որ կյանքը քեզ տալիս ա շանս, որ կյանքը քեզ տալիս ա զգաս ու հասկանաս Ու չպիտի մոռանաս, որ կյանքը քեզ տալիս ա շանս, որ կյանքը հավերժ չէ այդ հասկանաս Ու չպիտի մոռանաս, ով է լինես, ինչ էլ դառնաս, դու հայ մնաս ու մայր լեզուդ չմոռանաս Ու չպիտի մոռանաս, ով է լինես, ինչ էլ դառնաս, դու հայ մնաս ու մայր լեզուդ Հա, շատ դժվար ա, գիտեմ վտանգի տա կյանքը բարդ ա, հա, ինչ շատ բարդ ա, գիտեմ, որ հայի պայքարը չկա, հա, գիտեմ է, բաց անցել եմ է Ամեն տեսակ ամեն կողմից ցավ ապրել եմ Իսկ հիմա ցապում են ասելով ապագա կայս կապագան է տանորոշա մի օրն են գլխիդ կտա որ ապրելով հայրենիքում չունենաս տեղ մշտական մի օր էլ քեզ քո երկրում կճանաչեն փաստական կճանաչեն փաստական կճանաչեն փաստական կճանաչեն փաստական մեզ ճանաչել են փաստական Մերսի շատ, շնորհակալություն Հաջորդ երգը, որ ուզում եմ երգեմ, կոչվում է Ես դեռ կամ The next song is called I Still Exist Եվ ուզում եմ այս երգը նաև Նյու Յորքի կենտրոնից ազդարարի ամբողջ աշխարհին, որ մենք
լացելու փոխարեն ընտրել ենք պայքարելու ճանապարհը, մենք կանք եւ մենք պայքարելու ենք։ I want this song to claim from the city center of New York that we exist and we will choose to fight and to live. Thank you. Գնացինք եւ եթե կարանք մի հատ կարանք իրար հետ բարձր գոռանք մենք դեռ կանք։ 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 Շատ շնորհակալ եմ։ Ես դեռ կամ ու կլինեմ երկար երկար ու ես դեռ կպայքարեմ։ Ես դեռ կամ բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան գնացին վերածնվել։ Ես դեռ կամ ու կլինեմ երկար երկար ու ես դեռ կպայքարեմ։ Ես դեռ կամ բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան գնացին վերածնվել։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, հայը հայա նա ապրելու իրավունք ունի։ Ես էլ մեկն եմ նրանցից ու իմացեք կամ ու իմ տները կորցրել եմ մի քանի անգամ։ Ես իրավունք ունեմ ունենալու տուն հող, ապրելու իմ տանը անվտանգ ապահով։ Ես իրավունք ունեմ իմ պատմությունը պատմելու, կրկնակի իրավունք իմ ապագան փոխելու։ Ինձ լսեն իմ տան պատերը իմանան ես կամ մարել եմ իշ կարողացել եմ, բայց դե այս անգամ ամեն ինչ ուրիշ կերպ էր ճշտամին մի քանի պարզվում էր որ մենակ էինք գրողը տանի, բայց դե այս կամ մեկակամ թեկուզ վիրավոր ժայռն անգամ տվում է գետերին զորավոր ես պայքարում եմ այնքանով որքանով որ կամ այս անգամ էլ չկարողացան սպանել ես դեռ կամ ու կլինեմ երկար երկար ու ես դեռ կպայքարեմ ես դեռ կամ բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան գնացին վերածնվեն Հիմա էլ իմ դիմաց լուր, առաստաղը ծուր, շատերը կատաղած էին, ատամները սուր, կասկածելի է մի տեսակ օգնության ձեռքը շուտ չի լավանում, դանակով մեջքի վերքը, ես կվերադառնայի, բայց չգիտեմ ուր, տարբերությունը որն է, եթե չունեմ կտուր, նորից կսկսեմ ամեն ինչ հետ սովորականը, շատերի համար դեռ կարևորը ադանանը, ում հետ խոսամ, ում մոտենամ, ում հետ կիսվեմ, ում հավատամ, դեռ վաղուց են մեզ ասում քիչ ենք, բայց հայ, ու այդ քչության մեջ էլ տարբերում ենք հայ, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, հայը հայա նա ապրելու իրավունք ունի, ես էլ մեկն եմ նրանցից ու իմացեք կամ, իմ պապերի նման կասեմ, ես դեռ կամ ու կլինեմ երկար երկար ու ես դեռ կպայքարեմ Ես դեռ կամ, բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան, գնացին վերածնվեն Ես դեռ կամ ու կլինեմ երկար երկար ու ես դեռ կպայքարեմ Ես դեռ կամ, բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան, գնացին վերածնվեն Շատ շնորհակալություն ձեզ բոլորին եւ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ այս օրը կազմակերպողներին, որ 40 տարի շարունակ ամեն տարի հիշում եւ հավաքվում եք եւ այս օրը արժևորում եք Thank you everyone for being here and thank you everyone for organizing this for so many years to be here and commemorate the Armenian genocide Եվ հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այդ պատիվը ինձ ընձեռնելու, ձեր առաջ ելույթ ունենալու եւ եւս մեկ անգամ խոսել մեր
ցավի եւ ապրելու եւ ինչու՞ չէ նաեւ Արցախի մասին։ And I'm thankful and honored to be chosen to speak here, to be here and to talk about the struggle, the life and about Artsakh. Շնորհակալ եմ շատ, մենք դեռ կանք։ Thank you so much. We still exist.